Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, այսօր նորից գործարար ալիքի եթերում ենք Բամբասանքի խորոված պոդքասթում եւ այսօր մեր հյուրն է Հարությունը, որը որ Կոֆե House ընկերության համահիմնադիրն է եւ այսօր ուզում ենք զրուցենք մի քիչ սուրճից, քանի որ հայերն էլ շատ են սիրում սուրճ եւ կարծում եմ որ դա նաեւ գենետիկ կոդ է որտեղ սուրճ խմելը ոնց է հայերի մոտ եւ հայերի ընտանիքներում տենց ընդունված է որ ինչ որ հատուկ ձևաչափ է առավոտ պետք է գնան սուրճ խմեն կամ սրճարան բարև ձեզ ողջույն իրականում հա այս խորոված բառի զուգահեռ հայերը սուրճն ու խորովածը տենց առաջի տեղում են դնում ու մենք ոլորտը ընտրելուց տենց առանց շատ մտածելու շատ խորանալու հետո հասկացանք որ իրականում սուրճը այն բանն է ինչի շուրջ հավաքվում են մարդիկ կապ չունի սիրող զույգերը իրար հետ սուրճի շուրջ են հավաքվում սիրող մարդիկ սուրճի շուրջ են հավաքվում ընկերները հավաքվում են այն որ կոֆե անենք վիճակը բոլոր տեղերում աշխատող բանն է Այ լավ ձևաչափը սրճարանում սուրճ խմելը ու take away-ը, այ ոնց որ դու մցրեցիք նոր մշակույթ take away-ը, որտեվ ի սկզբանե տենց է, չէ՞, ցանցը սկսե, ինչքան գիտեմ, որ մենակ take away-էր, այսինքն սուրճը մենակ իր հետ տանելու էր, նու հիմա արդեն տեսնում եմ, որ կա նաև նոր նախագծեր է կարևոր նստելու է, այ Ինչ էր ձեր համար այդ take away-ը որպես բրենդ ներկայացնելու ու ոնց եք այդ ամեն ինչը մտածել որ take away-ը զարգացնեք ու ցանց սարքեք մասշտաբացնեք իրան եւ ինչի դրանից հետո մտածեցիք որ այ բացենք նաեւ նայս տեղեր որտեղ որ պետք է մարդիկ նստեն Առաջին take away-ը ընտրել ենք ուսանողին հարմար լինելու համար, որ կարճ դասամիջոց համասարանի մոտ ենք բացվել, կարճ դասամիջոց մարդիկ հասցնեն սուրճը վերցնեն ու գնան դասի Հետո take away-ը թույլ էր տալիս, որ սուրճը ավելի մաչելի լիներ, եթե հիշես ռեստորաններում, սրճարաններում սուրճը միշտ եղել է 1000+ գնային սեգմենտում, մեզ մոտ հաշվի առնելով որ սերվիս կա, երևի թե եւ մատուցող մեծ ծախսա պահելը, այդ ամեն ինչը ստաֆը պահելը տակացնել, ջեռուցել եւ այլն։ Եվ ոնց որ այդ փուլում որոշեցինք, որ չէ take away-ով պիտի սկսենք ու միջև հիմա էլ մեր կոնցեպտի հիմնական բանը, եթե մեր coffee house-ներում կամ թեկուս ֆեյնում փնտրես մի հատ ապակյա բաժակ չես գտնի, բաժակները բոլորը թղթից են կամ պլաստիկից են, որովհետեւ մարդը ցանկության դեպքում հա վերցնի միանգամյա օգտագործման, վերցնի իր հետ գնան, նույնիսկ եթե Չի լինում որ ասում են օրինակ լավ կներ որ բաժակը շատ են ասում, նամանոտ են մարդիկ ովքեր տենց սուրճից շատ են հասկանում, փորձում են, ասում են որ համա այլ է ես եթե թղթի բաժակի մեջ բայց կա տենց իրականում ավելի շատ իլյուզիա է ինձ թվում է այս են դեպքն է որ ասում եմ ինձ հարցնում են ասում են ամենահամով սուրճը որ խմել ես որն ա եղել ասում եմ Փարիզի աշտարակին նայելուց խմած սուրճն ա եղել որտեղ կարևոր չի էմոցիան կարևոր ինչ էմոցիայի մեջ է այդ բանը էլի ու տես take away դարձավ մեր հիմնական ուղղություն համընկավ այն տրենդի հետ որ մեր երիտասարդությունը սկսեց քայլել այսինքն քայլելը Երևանում սկսեց ավելի ակտուալ դառնալ մարդիկ շատ են դուրս գալիս քայլելու ես ինքս երեկոյան շատ եմ քայլում ու տենց արդյունքում սկսեց տարածվել սկսեց փոքր-ինչ շրջանաներին կոնկուրենտ դառնալ համարցակից դառնալ ու քիչ-քիչ կարծում եմ երկարաժամկետում բոլոր սրճարաններն են ոնց որ փոխվելու ավելի մի քիչ take away կողմ Բայց ինչքան ես հիշում եմ մի անգամ մենք իրար հետ զրուցում ենք ասում էր որ մենք քայլեր ենք արել, ինչ փորձեր ենք արել, սկզբից չի ստացվել։ Այ ինչն է եղել այդ փորձը, որ հետո ստացվել է, ինչն էր այդ հավատը դրան։ Որտեւ ամեն դեպքում գիտես ինչ որ բաներ կա չի ստան, բայց մեկը հավատում ես, հասկանում ես որ լինելու է, բայց ինչ որ մի հատ բան կա, պետքա ինչ որ գտնել։ Գիտես ոնց է մեզ չէինք հավատում, որտեվ 18 տարեկան, 17 տարեկան ուսանող տղեկ էինք, բայց կոնցեպտին շատ էի հավատում, որտեվ Starbucks բակալենիա վիբիրայդ կոֆե։ Starbucks-ը տեսել էի ու այդ Starbucks-ից հիացած Շանխայում ամենամեծ Starbucks-ն էի տեսել 16-17 տարեկանում, եկել էի Հայաստան, ասենց ում պատմում էի, ասում էին, տես մոտավոր հասկացա ինչի է, տես, բայց չէ, չջոգեցի։ Ու արդյունքում հասկացանք որ չէ շատ լավ կոնցեպտ է մի օր ստե լինելու պրոստը մենք մեր մոտ չստացվեց առաջի փուլում բացեցինք փակեցինք հետո նահարակետ արդեն նահարակին ճանաչում ես նահարակետ նորից վերաբացեցինք լրիվ նույն անունով նույն տեղում նույն կոնցեպտով Իսկ ինչ էր, այսինքն ժամանակերպեր կընդամենը որ մարդկանց թե ինչ որ PR արեցիք, մարդիկ ավելի հասկացան որ կարելի է սկսեցինք ավելի լուրջ վերաբերվել։ Այդ առաջի բաններ տենց են որ կիսա դասի ենք նստում, կիսա տենց մեզ ավելի շատ հաճախորդ աղջիկներն էին հետաքրքիր քան մեր վաճառած սուրճը, բայց ինչ-որ sense վիճակ էր, որը տենց այդ մի տարին անցավ, հետո հասկացանք որ չէ, թե բիզնես ես անում, եթե չէ, պիտի չանես ու գնալով ոնց որ ավելի լավ ստացվեց։
Իդեպ շատ կարևոր օրինակ ինչն է կարևոր էլի take-away մշակույթի մեջ արագությունը, որակը, սպասարկումը ինչն է օրինակ ամենակարևորներից էլի ոնց է ասենք թիմին խնդիրները դնում ինչի վրա եք ավելի շատ շեշտը դնում օրինակ ռեստորանում այլա կարծում take-away ֆորմատում դեռ ուրիշ է ու մարդիկ մի քիչ ավելի պետք է ճիշտ ուղղությունը տան ինչն է կարևոր մարդու համար take-away իրականում բոլոր 3 նշված ուղղություններն է կարևոր են բայց ըստ պրիորիտետների մենք առաջնային տեղում սպասարկումն ենք դրել որ մարդը գա էմոցիա ստանալու հետևից որտեղ սուրճի որակը ի սկզբանե չենք կարողացան առաջի փուլում չենք կարողացա ապահովենք հետո հասկացանք որ եթե երկարաժամկետ խորը բիզնես ես կառուցում պիտի նաև որակը համարժեք համապատասխան լինի սկսեցինք որակը բարձրացնել հետո արագության վրա ինչ որ չափով սկսեցինք աշխատել չնայած արագության մասով մի հատ սահմանափակ չափ կա որից այն կողմ էլ հնարավոր չէ եթե հերթա 10-12 հոգի հերթում սպասում են անկախ արդեն քո ցանկությունից այդ 12-րդ սուրճը պատրաստվում է այն մնացածից հետո հասկացանք որ եթե հերթում սպասելը հաճելի է լինում մարդիկ այդ ամեն ինչից չեն նեղվում ու նույնիսկ դա ինչ որ իրենց ժամանակի անցկացնելու մի մասն է Starbucks-ի այդ պատմությունը գիտես չէ որ հերթերը ուզեցել են վերացնել վաճառքներ են անգել է մեր մոտ էլ է այդպես գործեր է եսի սենց մարդիկ ավելի հաճելի են երբ որ հերթ են կանգնում ու այն մարդիկ որը տեսնում են որ հերթ կա ուրեմն լավն է իսկ օրինակ coffee house-ը օրինակ ձեր ցանցը ոնց է գնահատում ինչով է տարբերվում այլ ցանցերից որտեղ դրանից հետո սկսեցին բացվել շատ տարբեր բրենդեր նաև Հայաստանում կա ֆրանշիզաներ որը կոֆեին է վերաբերվում իրականում ահավոր շատ բացվեց տարբեր կոնցեպտներ որի հիմքում կոֆեր սուրճեր նաև չգիտեմ արդեն հետո սենդվիչներ հյութեր չգիտեմ ինչ որ պրոյեկտներ կա ուղղությունը ավելի առողջ սննդակարգի մեջ է ինչ որ ուղղությունը ավելի չգիտեմ սուրճ է դուք ինչով եք տարբերվում Մենք ի սկզբանե այն սերիով սուրճը որ ասում ենք, դա առաջի օրերից մեր հետ է եղել ու այտենց մի քիչ sense փիլիսոփայական պատասխան է թվում, բայց կարծում եմ այդ սերն է տարբերությունը, որ իրոք մենք թե թիմը սեր է դնում ամեն բաժակի մեջ, փորձում ենք մարդկանց այն հնարավորինս այդ էմոցիան մաքսիմալ ապահովենք, իսկ այդ բացվածքները մոտ 1000-ից ավել մեր հաշվարկներով բացվել են մասնաճյուղերը այլ ինչ որ բրենդերի, գրեթե 950-ը փակվել են, բայց մենք մենակ ուրախ ենք, երբ նոր բրենդեր են բացվում, նոր շուկան մեծանում է, զարգանում է։ Մեր տարբերությունը այդ է, ու այդ սերը նենց է միշտ ակտուալ է մնալու, միշտ զարգացնելու ենք այդ մասը թիմը գիտի որ իրանք այդտեղ են որպեսի հաճախորդին սեր տան այս սուրճը ոնց որ հավելել product-ը հետը տալիս է ինձ կյանքում էլ է որ սեր չկա ոնց որ ոչ մի բան չկա բայց նամանավանդ մեր ոլորտում դա երևի ամենակարևոր ֆակտորներից մեկն է որը որ պետք է այդ սիրտը ու սերը դնես այդ ամեն ինչի մեջ օրինակ լավ քանի կետ ունեք արդեն 53 քիչ չի էլի ոչ քիչ չի շատ էլ չի Հայաստանի Երևանի համար այ ցանցի ժամանակ շատ դժվարանում է սուրճի չէ ընդհանրապես որակի վերահսկողությունը ոնց եք դրա վրա ուշադրություն դարձնում ինչ եք անում որ որակով ավելի սուրճը հյուրին հասնի ու առաջ քայլով ստանդարտներ սահմանելն է ինչ որ մի հատ փուլում 10-12 հատ ունենք հասկացանք որ եթե մենք ստանդարտներ չենք սահմանում ու ամեն ինչ բարձրացրած այդպես ստանդարտացված չի ամեն մյուս մասնաճյուղը մյուսից տարբերվելու է համով թե լավ թե վատ հետո ժամանակից սկսեցինք ամեն ինչ կենտրոնացնել մեր մոտ թե արտադրությունն է մեր մոտ թե սուրճի բովման process-ն է մեր կողմից արվում այսինքն մի կետից է դուրս գալի հա բայց չէ որ պատրաստման ժամանակ կարող նաև իրենք բան անեն բարիստաները բոլորը մի տեղում են տրեյնինգ անցնում բայց հա իրականում շատ քիչ համային տարբերություն այդ պահին իր տրամադրությունից իր ձեռքի ուժից այդ իսկ ճիշտ չի որ օրինակ ավտոմատիզացնես կա այդտեղ կորցնում ենք արդեն այդ էմոցիան որ մարդը գալիս է որակով թարմ սուրճի հետևից այդ ապարատով արդեն ոնց որ սուրճի ապարատից 100 դրամանոց սուրճ վերցնես, այն որ կան լունգո եւ այլն այդպես ինչ-որ բաներ, ոնց որ այդ ամեն ինչը ոնց որ կորում է, էլի դրա համար դեռ փորձում ենք պահենք այդպես պրոֆեսիոնալ։ Դե իհարկե դժվար է, բայց դա ամեն ինչ էլ հնարավոր է, կարծում եմ ստանդարտներն է, որտեղ ես ինձ որ հարցնում են միշտ այդ հարցը, դե ասում սաղ աշխարհում օրինակ չգիտեմ McDonald's կամ տարատեսակ տենց բրենդեր կա, նաև սուրճի մասով, բայց մարդը ինքը իրանով արդեն ինչ-որ մի բան հորինել է, դա սիստեմանա, դա ստանդարտներն է, որը որ չի, ճիշտ է, մարդկային ֆակտորը շատ իրականում շատ ներազդեցություն ունի, որտեղ
որ ասում ես այսօր սիրով չեկեք կամ ասենք կանտրամադրեք կամ անձրև է գալիս, դա ազդում է, բայց ինչքան ստանդարտները լավ լինի, Ստեղ մի շատ լավ օրինակ հիշեցի, եթե չեմ սխալվում, Նովիկովն էր պատում, ռեստորատոր, ասում եմ Ֆրանսիայում մի հատ ռեստորան եմ գնում, որը որ Միշլեն չունի, ուտում ենք շատ համով, ծայրահեղ համով, ու ես ասում եմ ռեստորատոր լինելով զարմանում եմ, ինչի՞ էս ռեստորան չունի, հաջորդ օրը նույն ժամին էլի սեղան եմ պահում այդ ռեստորանում, գալիս ենք լրիվ ուրիշ օրակ, լրիվ ուրիշ ժամ, հասկանում ասում որ պովերը փոխվել է կամ ինչ-որ մի բան փոխվել է, այսինքն այդ ստանդարտ պահելը վստահ եմ դու էլ ձեր գործում նկատել ես, ինչքան կարևոր է որ հաճախորդը նույն աղցանը, նույն համով, նույն համադրությամբ։ Դե իրականում պարզ ասեմ, էլի բոլորը չեն որ համը տենց հասկանում են, ասենք մեկ ինչ որ բան եմ ուտում, այն օրը չեմ հիշում ինչ է դիգուստացիա անում, խոհարարին ասում եմ, ստե մի հատ համ չկա, ասում է հնարավոր չի Մարգարյան, այդ չոտկի այն նույն բանն է, որը որ միշտ այս քանի տարի է սարքել, ասում եմ լսի, ասում եմ իսկ ինքը այնց top խոհարարներից է, էլի ասում եմ դու ինձ չես կարող ես համի իմ մոտ շատ համի հիշողություն շատ ուժեղ է ես կարող եմ ուտեմ չասեմ ինչ համ է չկարողանամ բացատրեմ ասենք զիրայա բան խառնված լինի բայց որ համը ինչ որ բանը կա վերջը այնքան ասեց մի րոպե հեսա գալիս է գնացեք ասեցա դու ճիշտ էր այն բանը այսօր չեմ բերես համեմունքը այս համեմունքը չեն արել Դա հաճախորդը չի նկատի։ Հա, այդ հաճախորդը չի նկատի, բայց ինչքան է մեր գործը, ես պատկերացնում եմ ինչքան ես եմ ինչ բան փորձում, դու առավոտից իրգի սուրճ խմում ես։ Հա, ես եմ ինչքան բաժակ ես խմում։ Դե իմ կյանքի խմելունը 4-5 է, բայց դրան զուգահեռ լիքը տեստինգի հարցեր է առաջանում եւ դիսերտներ եւ խմբան սուրճ, օրը լինում գիշերը պարկվում, զգում որ սիրտս չի թողում, որ ես քնեմ, դրա համար փորձում ենք հնարավորինս որ նույնիսկ մի հատ կումս թեթև, բայց մենք իրեն մոտ այնքան զարգացա, որ մեր այդքան չէ, ինչքան մեր շեֆ բարիստան խմում է սուրճը, sense նայում է, ասում է Էթիոպիայի Գուջին է, ոնց որ Գուջի քաղաքից է, այս ինչ մետրից վերցած սուրճը, բայց ասում եմ մի քիչ երկար եմ բովը։ Այդ մի հատ համից մի կատ է։ Հա, իհարկե պրոֆեսիոնալներ կան, որոնք այտենց համից լրիվ ճիշտ հասկանում են ու կարևոր է այտենց մարդկանց միշտ ունենալ։ Դե չէ, ես էլ անդադ փորձում եմ մարդկանց ինտեգրեմ, որ իրանք էլ դիգուստացիան, օրինակ նույն մենեջերները կամ տնօրենները մաքսիմալ չեմ կարող առավոտից երիկում իհարկե հանդիպումներս միշտ տենց ռեստորանում եմ անում որ գոնե ասենք ասում պալեզն է բանի այդ համակնի իսկ օրինակ թիմի տրեյնինգներ դե անում եք ասեցիք ինչով է օրինակ ինչով կտարբերվի սրճարանը որովհետև սրճարանը все-таки մի քիչ ուրիշ է չէ թեկուզ եթե ռեստորան չնի սրճարան լինի բայց take away ֆորմատը ու ձեր ֆորմատը մի քիչ ուրիշ է օրինակ դուք ավելի շատ ինչի վրա եք ուշադրություն դարձնում բացի սերը էմոցիան եւ այլն ու նաեւ այն 3 ֆակտորները որ ասացիր բայց սրճարանը մի քիչ ավելի ուրիշ բանի վրա չէ իրանք իրանց մոդելը սեր տալի ու սերվիզ են տալի բայց все-таки դրանք տարբեր ֆորմատներ են էլի Ինչն է տարբերությունը Մեր մոտ գլոբալ տարբերություն Որովհետև կոմոդ համ կա ոնց որ այդ ֆորմատը, չէ՞։ Համենի, հիմի դու արդեն տարբերություններ գիտես, ու ֆեյնն էլա բացվե, հասկանում եմ, որ ավելի level up ես արել, ավելի բարձրացել ես որակը, եւ target-ի, եւ սուրճի, եւ մատուցման Այս մեր դեպքում այն հիմնական տարբերությունը, որ այդ մատուցման ժամանակահատվածը չկա։ Այսինքն սուրճը պատրաստվեց, տալիս ենք մարդուն, ու այն process-ը, որ թե սուրճը, թե ուտելիքը, որ պիտի հասնի մարդուն, այդ ժամանակահատվածը հանած է coffee house-ում, այդ շատ է օգնում մեզ, որ ինքը սառել չունի, փչանալ չունի, խնդիրները առաջանալ չունի։ Հիմա ֆեյնում հասկանում ենք, որ Էփեցին դրեցին սեղանին, մոռացան մնաց։ Հիմա ֆեյնում հասկանում ենք, որ այդ ճանապարհին են պատրաստումից միջև մարդ Երևի մի 5-6 րոպե է, բայց այդ ընթացքում շատ բան է փոխվում սուրճի դեպքում։ Եվ վրայի սերն է կորում, այդ պենան է կորում եւ process-երը ինչ որ կատարում։ Հետո այդ ընթացքում մոռանում են, խառնում են, սկսում է այդ բան տանում են, ասում են ես իմ սուրճը չեր, ես իմը դառներ, ես քաղցր։ Ոչմ լիքը process-ներ, որ օրին մենք նոր ենք ծանոթանում։ Հետո coffee house-ում չկա մատուցողի, տես մատուցողը մոտենում է ու սկսում են միասին որոշում կայացնել։ Մեր մոտ մեկած մարդը արդեն լրիվ որոշած եկել է ու ինքը գիտի ինչ է ուզում։ Մեզ մնում է ոնց որ շատ տենց ջերմ ու սիրով իրան սպասարկել, ընտրել իր սուրճը տալ։ Շատ բարձրացրեց է coffee house-ի մոդելը, եթե համեմատենք ձեր ռեստորանային սեգմենտի հետ։ Հիմա ֆեյնը դրա արդեն այդ երկուսի մեջտեղում է, հեշտ չի, բայց
դժվար է չի։ Իսկ ի՞նչն է Ֆեյնի ունիկալությունը։ Դե Ֆեյնի գլոբալ ունիկալությունը specialty սուրճն է, որը coffee house-ում այսպես չկա, այդ specialty սուրճը տարբեր երկրներից գտնում ենք, բերում ենք, իրանք շատ բարձր grading ունեցող, գնահատական բարձր ունեցող սուրճեր են, նույնիսկ սուրճ ունենք, դե հիմա բերել ենք հələ չենք բովը, կիլոգրամը $120 է, իր կանաչ հատիկի կինն եմ ասում, դրանից հետո շատ բավականին թանկ սուրճեր ենք բերում, մարդիկ այդտեղ լրիվ ուրիշ սուրճի տենց աշխարհ են ունենում, մտնում ու նոր experience են ունենում, այն ինչը coffee house-ում մենք չենք ուզում շատ տանք, որովհետև մարդու առաքելն է խանգարի, հա, հետո դա ուսանողական է, այստեղ ավելի շատ մի քիչ։ Համել, բայց coffee house-ի սուրճը դու վերցնում ես, օրինակ ես ինքս շատ դեպքերում ուզում եմ գնամ coffee house-ից վերցնեմ, որովհետև այդ համային բույրը բան իմ առօրյային խանգարում է, ես ուզում եմ ինքս մտքերով մնամ, սուրճը զուտ խմեմ, որպես զուգահեռ ինչ որ բան, ոչ թե խմեմ ու մտնեմ այդ ամենը։ Բայց սիրել ես սուրճ խմել, տենց գաղափարն է։ Չէ, բիզնեսի հետ առաջացել է։ Հետաքրքիր։ Ես օրինակ սուրճ չեմ խմել ընդհանրապես։ Հետո սկսեցի տենց սուրճ խմել, ասենք չգիտեմ 15-16 տարեկանում, երբ որ կաբելային հեռուստատեսություն ունեի, մի հատ ընկեր ունեի, ինքը ուրեմն մեծ բանով էր խմում, թեյ բաժակով էր խմում, դվայնոյ ու սերով, ու առանց շաքարի։ Ես ասում եմ, ոնց կարելի է սուրճը խմել սենց։ Հիմա ուրեմն այն ժամանակ խմում էի շաքարավազով, փոքր բաժակով ու առանց սեր, ասում եմ ինձ առանց սեր, հիմի փոքր մեծ բաժակով առանց շաքար ու անպայման սերով։ Հետո տարիների ընթացքում շուտկի բաները փոխվում է ռեալիզացիա։ Իմ մոդել էր կաթնային էր, հետո պաղպաղակով, հետո շաքարով, հետո հիմա դառել է դառը ամերիկանո առանց ոչ մի բան, մեկ-մեկ էսպրեսո, մեկ-մեկ ամերիկանո։ Ոնց ես տեսնում Coffee House-ի հեռանկարը 5 տարում։ 5 տարում, արի 2 տարին ասեմ, 5-ը նենց կյանքով ենք ապրում, էլ դժվար է 5 տարի պլանավորել։ Չէ, դժվար է, իրոք բարդ է պլանավորել։ Դե Coffee House-ի համար հիմա տես գերնպատակ է դարձել, Հայաստանից դուրս տարածվել է, որովհետև հիմա Մոսկվայում մի մասնաճյուղ ունենք, մի քանիսը պլանավորվում են, նոր մի քանի երկիր կա, Ամերիկան, Դուբայը, Վրաստանը, որոնք ապագա պլաններում պիտի մտնենք, հա, պոտենցիալ շատ լավ շուկաներ են, բոլորը մենք զգում ենք, որ այնտեղ պահանջված ենք ու մեզ սպասում են այդ շուկաներում, ուղղակի տենց ոնց որ ինչ որ քայլեր պակասում է, որ գնանք դրան, այս տարի մյուս տարի ոնց որ այդ առաջի քայլերը կանենք այդ տեսանկյունից, ստեղ դառնալ 100 քայլերը ավելի կազմակերպչական ստանդարտացման է երևի։ Ավելի էմոցիոնալ ու մեր ուղեղում խնդրանանող, հա, վախեր բանանող, ոնց է նոր բիզնես սկսելուց բոլորի մոտ վախեր կա։ Մենք 10 տարի այս ամեն ինչի մեջ ենք, ստեղ էլ վախեր չունենք, բայց երբ որ խոսում ենք դրսի այլ երկրի մասին։ Դե մշակույթը ուրիշ է, էլի, որովհետև դուրսը կարաս մի հատ լավ բան անես, բայց հաշվի չառնես մշակույթը ու այդտեղ հասկանաս, որ իրականում այդ բիզնեսը չաշխատի, որովհետև իրականում բիզնեսը մշակույթը լրիվ ուրիշ բան է։ Այ օրինակ այնօրելի հոդված էի կարծում Nestle-ն այդ սուրճը բան, որ Ճապոնիա ուզում են մտցնեն, ու ինչ-որ մի պսիխոլոգ են շատ ուժեղ վարձում, ասում են մի հատ հասկացեք, ասում են չի վաճառվելու, որովհետև գենետիկ կոդ կա, որը շատ կարևոր է։ Գենետիկ կոդը նենցա, որ իրանք թե են խմում։ Չի վաճառվել, կամ եթե դուք պատրաստ եք երկար տարիներ այդ ամեն ինչ սպասեք, հա, որ մարդը արդեն նոր սկսի օգտագործել, նոր կարող 20-30 տարի հետո նոր ու այտենց էլ արել են իրականում։ Երեխեքին սկսել են ինչ-որ կաֆեինով կոնֆետներ տալ, բան, որտեվ իրականում գենետիկ կոդը այն ինչ-որ սկզբից ասում է, որ սուրճը ոնց որ Հայաստանը սիգարետ է եւ սուրճը գենետիկ կոդի մեջ է, ու իրականում դա տենց է։ Ու շուկան, երբ որ խոսում ենք այն շուկաների մասին, հենց դա որ շատ պետքա այտենց ուսումնասիրվի, որ նման բան չլինի։ Ինչ է կանում օրինակ այդ ուսումնասիրությունը, Դուբայ բան լավ շուկաներ է։ Մի օրինակ էլ ասածով ես բերեմ, որ էլի տենց այլ ընկերության սխալ, որ Դուբայում բացվել են, ասում եմ կոլեկտիվ սեղաններ էին կարել, մեծ սեղան, որտեղ մի քանի մարդ կարան միասին զուգահեռ նստեն։ Երկար ժամանակ անցնելուց հետո հասկանում են, որ այդ արաբական մշակույթի մարդիկ, մարդուն կինը մաքսիմալ փակակած չի կարող այլ տղամարդու հետ մի սեղանի շուրջ նստի։ Ու դա բերել է, որ բոլոր սրճարանները նստում են, իրենց մոտ չեն նստում, որտեղ իրենց մոտ մեծ ընդհանուր սեղաններ են։ Այսինքն այնպես մանրուքներ կա, որ անպայման պետք է մշակույթը ուսումնասիրել։ Նույն վրացիների մոտ մենք նայում ենք արտաքնապես թվում է, թե մենք նույն մարդիկ ենք, շատ նման ենք իրար, բայց իրականում բացառապես դու էլ վստահ եմ։ Բայց իրանք են սուրճ խմում։ Սուրճ սիրում են, նոր սկսում է զարգանալ, բրենդեր չկան այս տեսանկյունից ու նրանց պարարտ հողա լավ շուկա է շատ Վրաստանը։
Մենք էլ այդտենց ուսումնասիրում ենք, բայց օրինակ սննդի դեպքում առանձնահատկությունները շատ ավելի շատ են, օրինակ ձաձիկի սոուսը կարա շատ տեղեր խնդիր տա, բայց սուրճը ինքը որպես այդպեսին պլյուս մինուս գրեթե բոլոր երկրներում, հետո Starbucks-ը տարիների հետ բոլոր տեղերը ստանդարտիզացրել է, էլի այդ տեսանկյունից, ու բոլոր այն շուկաները, որի մասին ես խոսեցի, իրանք տենց շատ նման են մեր հայկական մշակույթին, բոլորն է սուրճ խմում են, դե ամերիկյան լրիվ հայերի սեգմենտն է պիտի հայերից սկսել, վրացիք նման են ու սուրճ սկսել են խմել, ռուսները ծայրահեղ սուրճը թեյը անցել է, իրանք միշտ թեյ խմող ազգ են եղել, այստեղ վերջի տարիներին անցել է սուրճի սպառումը։ Դե գենետիկ կոդի վրա երևի աշխատել է։ Քիչ փոփոխվում է։ Իսկ ինչ խորհուրդ կտաս օրինակ այն մարդկանց, որոնք ուզում են նմանատիպ բիզնես անեն սուրճի հետ կապված։ Ես հաստատ հավատում եմ, որ շատ մարդիկ գալիս են քննարկում, այսպես բիզնես են ուզում հորոխբորս տղան, մորքուս աղջիկը։ Այս հարցին միշտ անդրադառնալով փորձում եմ ասեմ, որ իրոք հագեցած է սպայն շուկան, շատ են, խորհուրդ կտամ ավելի բաց սեգմենտ գտնել, ոնց մենք ենք արա ժամանակին մտել ենք միտեղ, որտեղ մրցակից չի եղել, ու մեր սխալները շուկան ներել է, երբ որ կա մրցակցություն, կան ուժեղ խաղացողներ, արդեն ավտոմատ մարդը համեմատության մեջ է դնում քո նոր արած բանը, դու չես կարող անես ու չսխալվես, էլի միշտ սխալներ կան ու այդ սխալները միշտ տես կրիտիկայի են ենթարկվում, դրա համար պետք է փորձել գտնել, միշտ կան այն էլ Հայաստանի պես մի քիչ ավելի զարգացողություն աշխանով զիջող երկրում, միշտ կան տես ոլորտներ, որտեղ դեռ խաղացող չկա։ Կարելի է փորձել գտնել տես ոլորտ ու առաջինը մտնել Կապուտ օվկիանոս է բիզնեսում կոչվում, մտնել Կապուտ օվկիանոս, հա, ու հաջողել այդտեղ։ Իդեպ լավ գիրք է, կարակ խորհուրդ եմ տալը կարդակ, այդ նիշանների մասն է, որը որ ազատ է։ Դե ինչ ցանկանում եմ բարգավաճում, ցանկանում եմ, որ ես շատ եմ հպարտանում, շատ եմ ուրախանում, երբ որ հայկական բրենդերը կարողանում են մասշտաբացնել երկրից դուրս, որտեվ ամեն դեպքում դա Հայաստանի հարստությունն է եւ ցանկանում եմ մեծ հաջողություններ նոր շուկաներում։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն, դե կհանդիպենք շուտով։